22 տարվա դատավոր Արտուշ Գաբրիելյանի քրեական գործի քննությունը մեկ ամսում հակակոռուպցիոնն ավարտել է, այն այժմ դատարանում է։ Եթե անձի դատապարտումը մեծապես հավանական չհամարեր վարույթն իրականացնողը, չէր կազմի մեղադրական եզրակացություն ու քրեական վարույթը չէր ուղարկվի դատախազություն դատարան ուղարկելու նպատակով։ $10,000 կաշառք ստանալու հոդվածով մեղադրվող դատավորի գործը քննել է ավագ քննիչ Գևորգ Հովհաննիսյանը։ Կատարվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, մասնավորապես ներքին դիտում, արտաքին դիտում, թվային այդ թվում հեռախոսային արտադրության վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառումներ են կատարվել եւ դրանց արդյունքները այնքան ցայտուն էին, անձի կողմից կաշառք պահանջելու հանգամանքը այնքան ակնհայտ էր, որ ես չեմ գտնում, որ ապացույցներ չկային, հիմնավորումները նշեցի։ Ինչ է տեղի ունեցել։ Ըստ հակակոռուպցիոնի դեռ 2010 թվականից եղել է ապօրինի թմրամիջոցների շրջանառության մի գործ իր մեղադրյալներով։ Դեռ այն ժամանակ գործը կասեցվել է մեղադրյալներից մեկի հիվանդության պատճառով։ Արդեն 2023 թվականին նոր օրենքի պահանջով դատավարությունը վերսկսվել է։ 15 տարվա այս գործի վաղեմության ժամկետը պետք է լրանար այս տարվա հուլիսին, եւ որպեսզի մեղադրյալն ազատվի քրեական հետապնդումից, ըստ քննիչի պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստերը ձգձգելու մինչև գա հուլիսը։ Այդտեղ լսվում է, որ դատավորը իրեն օժանդակող անձի միջոցով պահանջն է ներկայացնում, որպեսզի ժամկետները ձգձգելու արդյունքում հասցնի վաղեմության ժամկետն անցնելուն։ Հենց այս քրեական գործի շրջանակում կասեցվեցին երկարամյա դատավորի լիազորությունները։ Այժմ Գաբրիելյանը, քննվող գործով մեղադրյալ Զոհրաբ Սիխարուլիձեն, ինչպես նաև դատավորի ընկերը կալանավորված են։ Հակակոռուպցիոնի ավագ քննիչ Գևորգ Հովհաննիսյանը պնդում է, թե իրենց հաջողվել է բազմաթիվ ապացույցներ հավաքել, լսել են հեռախոսային խոսակցությունները, իրականացրել են գաղտնի ձայնագրություններ։ Ինչպես գումարի պահանջի մասին կա խոսակցություն, այնպես էլ երևում է, թե կաշառք տվողը ինչ ճանապարհով է հայթայթում կաշառքի առարկան, ընկալելի է, թե ինչպես է դատավորը օժանդակող անձին ներկայացնում, որ դեռևս ձգում եմ։ Քննությունը ցույց է տվել, որ երկարամյա դատավորը, որպեսզի ձգձգի նիստերը, դատախազությանը չի ծանուցել գործը վերսկսելու մասին եւ առանց դատախազության իմացության նիստեր է նշանակել, որոնք բնականաբար չեն կայացել։ Դատախազությունում ենթադրաբար չեն էլ իմացել, որ քրեական գործով վարույթը վերսկսվել է։ Նաեւ ձգձգել է փորձաքննություն նշանակելու մասին որոշումը փորձագետներին ուղարկելու հարցը, ինչու հիմա հետաքրքրվեցին Արտուշ Գաբրիելյանով, ավագ քննիչ Հովհաննիսյանն ընդգծում է, օպերատիվ հետախուզական գործողությունները գաղտնի են, մանրամասներ չի կարող ասել։ Ըստ քրեական գործի մեղադրյալից $10,000 վերցրած դատավորի ընկերը նրան գումարը չի փոխանցել։ Գուցե փորձել են խուսափել իրավապահներից, ապահովագրել են իրենց, նկատում է քննիչն ու միաժամանակ նշում, Գաբրիելյանի դեմ ուղիղ ցուցմունք, որ կաշառք է ստացել, չկա։ Եթե կաշառքը նրան չի հասել, դա դեռ չի նշանակում, որ հանցանք չի գործել։ Պահանջել է եւս արգելված է օրենքով։ Ինձով կարա տապալի գեդի, ես եմ սաղ կյանքում բոլորին տապալ է։ Եղավ, վերջ։ Կալանավորվելուց առաջ լրագրողներին ընդհանրապես այս պատասխաններ տվել Արտուշ Գաբրիելյանը, նաև մյուս երկու մեղադրյալները հրաժարվում են ցուցմունք տալուց։ Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր ազատությանը փոխանցեց, պաշտպանյալը չի ուզում որևէ հրապարակային խոսք ասել։ Ավելի վաղ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էր հերքել մեղադրանքը։ Ի սկզբանե մամուլի տեղեկությունները այն էր, որ կաշառք է ստացել, ես ուզում եմ դա հերքել, որ ոչ չի ստացել։ Իսկ եթե համաձայնությունը տվել է, թե ոչ, պնդում, որ պարոն Գաբրիելյան որևէ հանցակազմի հետ կապ ունի եւ գլխավոր դատախազի եւ տեղակալի կողմից, չեմ փաստարկվել։ Փաստաբանը նաեւ ասել էր, որ կա հեռախոսային խոսակցություն, որից ինչպես պնդել էր, պարզ չէ, կաշառքի մասին է խոսքը, թե ոչ, դրանք կոնտեքստից կտրված խոսքեր են։ Մեր գնահատման բացառապես բամբասանքներ, կծկտուր հեռախոսային խոսակցություններ առանց առարկայացման, թե ով հետ ինչ է պայմանավորվել, ինչի շուրջ է պայմանավորվել, դեպ կոնտեքստից առանձին խոսակցություններ են բերվել։ 60-ամյա Գաբրիելյանը Վարդաշենի բանտում է, որտեղ սովորաբար պահվում են նախկին կամ ներկայիս պաշտոնյաները։ Մեղքը հաստատվելու դեպքում 22 տարվա դատավորը կարող է ազատազրկվել 7-ից 12 տարի ժամկետով։